Իրано-իսրայելական պատերազմի մեկնարկից ժամեր անց Միացյալ Նահանգները հայտարարեց, որ տեղյակ չի եղել Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսելու մասին։ Ամերիկագետ Սուրեն Սարգսյանի համոզմամբ Թրամփի հայտարարությունն անկեղծ էր։ Ըստ նրա, ռազմական գործողություններ սկսելու որոշումը Իսրայելինն է եղել, քանի որ Թրամփն այդ ժամանակահատվածում փորձում էր դիվանագիտական ճանապարհով համոզել Իրանին հրաժարվել միջուկային զենք ունենալու գաղափարից։ Միջազգայնագետը հիշեցնում է, նախագահական ընտրարշավի ողջ ընթացքում Թրամփը հայտարարում էր դեմ է ռազմական գործողություններով որևէ հարցի կարգավորմանն ու հավատացնում իրեն կհաջողի դիվանագիտական ճանապարհով կանգնեցնել պատերազմը։ Հայտարարում է, որ եթե ինքը լիներ ենթադրենք նախագահ Ջո Բայդենի փոխարեն ուկրաինական պատերազմը երբեք չէր սկսվել, բայց մենք տեսնում ենք, որ դա չհաջողվեց իրեն ոչ Ուկրաինայի պարագայում, ոչ էլ այս պարագայում։ Հիմա Թրամփը ըստ կանգնած է երկընտրանքի առջև։ Եթե ռազմավարական որոշումն այն էր, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք եւ դրա շուրջ Թրամփը փորձում էր բանակցել, ապա այժմ բանակցելու առանձնապես բան էլ չկա, ասում է Սուրեն Սարգսյանը հավելելով. Իսրայելի պնդմամբ Իրանն այլևս միջուկային զենք երկար ժամանակ չի կարող ունենալ, քանի որ ճշգրիտ հարվածներ է հասցվել միջուկային կամ ուրանի հարստացման կենտրոններին եւ դրանց ենթակառուցվածքներին։ Կարծում եմ, որ Թրամփը այդուհանդերձ ամենայն հավանականությամբ ինչ-ինչ գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները չեն լինի սահմանային գործողություններ, միգուցե Իսրայելին կտրամադրի լրացուցիչ տեխնիկական միջոցներ, որովհետև այն ինչ Իսրայելը ունի, ոչ ամբողջությամբ կարող է հարվածների արդյունքում ոչնչացնել Իրանի միջուկային ենթակառուցվածքները։ Փորձագետի կարծիքով Միացյալ Նահանգները լրացուցիչ ֆինանսական եւ ռազմական աջակցություն կտրամադրի Իսրայելին, բայց գետնի վրա իր զորքը չի օգտագործի Իսրայելին պաշտպանելու համար։ Փաստ է, որ եթե Իրանը թուլանում է, ապա Իրանը թուլանում է նաև Հարավային Կովկասում իր ազդեցությամբ։ Դա ակնհայտ է, որովհետև չի կարող Իրանը թուլանալ, բայց թուլանալ միայն Մերսավոր Արևելքում եւ չթուլանալ Հարավային Կովկասում ազդեցության տեսանկյունից։ Սա իհարկե կարևոր հարց է, որ մենք պետք է հաշվի առնենք։ Հաշվի առնելով, որ Հարավային Կովկասում շահեր ունեցող Ռուսաստանը նույնպես ներքաշված է պատերազմի մեջ, ապա այս տարածաշրջանում ամենաազդեցիկը դառնում է թուրքական գործոնը դրանից բխող բոլոր հետևանքներով։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի դիտարկմամբ էլ Թրամփի ներգրավվածությունն այս պատերազմական գործողություններում ռազմավարական սխալ կլինի։ Ըստ նրա, պատերազմը հրահրել է հենց Միացյալ Նահանգները, իսկ խնդիրը բոլորովին էլ կապ չունի Իրանի միջուկային ու հրթիռային ծրագրի հետ։ Մաթևոսյանը նշում է, որ Իրանի դեմ պատերազմի հարցում հետաքրքրություններ ունեն Չինաստանն ու Մեծ Բրիտանիան։ Ուստի ըստ քաղաքագետի կա համոզմունք, որ այս պատերազմի հետևում կանգնած են հենց այս երկու պետությունները։ Չինաստանը, որովհետև ինքը հասկանում է, որ եթե ամերիկացիների ձեռքերը ազատվեն, կենտրոնանալու են իրենց վրա, իսկ Մեծ Բրիտանիան Չինաստանի կարևորագույն դաշնակիցներից մեկն է։ Դրա հետ մեկտեղ մենք էլ տեսնում ենք, որ Չինաստանը վերջին մի քանի օրերի ընթացքում արդեն 3 ինքնաթիռ ռազմական օգնություն է փոխանցել Իրանին, այսինքն ինքը շահագրգռված է նրան, որ այս պատերազմը նայումս երկար ձգվի, Ամերիկայի Միացյալ Նահանգները ներգրավեն պատերազմական գործողությունների մեջ, դա իր հերթին կհանգեցնի նրան, որ ել ավելի կհետաձգվի ամերիկացիների կենտրոնացումը Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Հայաստանը պետք է ցուցաբերի զգոնություն եւ պատրաստ լինի ամեն տեսակի սցենարի, ասում է քաղաքագետը։ Հանրահայտ փաստ է, որ տարածաշրջանում շատերի շահերն են բախվում։ Նարնե Ղուկասյան, Լևոն Ոսկանյան, Rio Open Media։